դատի եմ տալու։ Պոլիտիկայեմ կայքի խմբագիր Բորիս Մուրազին պատրաստվում է դատի տալ Նիկոլ Փաշինյանի կնոջը։ Աննա Հակոբյանը մայիսի 31-ին Facebook-յան իր էջում հրապարակել էր տեղեկություն, թե Բորիս Մուրազին իբր սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին եւ նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինչու իր մոտ նոպաներ սկսեցին եւ այդ սեռաշեղված պատմությունը հորինեց եւ գրեց իմ մասին, որովհետեւ ինքը դրանից առաջ հոգևորականների դեմ արշավ էր սկսել եւ այդ մանկապարտության մասին հորինված պատմություններ գրել, բոլոր հոգևորականներին մանկապարտության մեջ մեղադրելով, ես հրապարակեցի կոնկրետ տվյալներ, անուններ, լուսանկարներ, որով ցույց էի տալիս, որ իր ավագ դուստրը մտերմություն է ունեցել մեկի հետ, որը 6-ամյա տղայի փորձել է բռնաբարել։ Իր Facebook-յան էջում Բորիս Մուրազին հրապարակել էր լուսանկարներ, որոնցից մեկում Մարիամ Փաշինյանն է մի քանի անձանց հետ։ Նրանցից մեկը Սամսոն Թանթուշյանն է, որը տարիներ առաջ մեղադրվել է մանկապղծության համար։ Պոլիտիկայեմ կայքի խմբագիրը դատական գործից մանրամասներ էր հայտնել։ Սամսոն Թանթուշյանը մեղադրվել է 6-ամյա երեխայի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու եւ երեխային մահվան սպառնալիք հնչեցնելու համար։ Երբ իրենց այդ հորինված պատմություններին եղավ փաստով պատասխան, կոնկրետ փաստ հրապարակվեց, ես կարծում եմ այդտեղ նյարդերը տեղի տվեցին։ Դե ոչ թե քննարկել էին։ Աննա Հակոբյանը պետք է դատարանի առաջ կանգնի զրպարտիչ կեղծ տեղեկություններ տարածելու համար, ներողություն խնդրի եւ վճարի 2 միլիոն դրամ, ասում է Բորիս Մուրազին։ Եվ այստեղ գումարը չի կարևոր, որովհետեւ այն ինչ որ իրենք են արել, դա գումարային կոմպենսացիա իրականում չի կարող ունենալ։ Բայց ես հույս ունեմ մենք սրանով լավ դաս պետք է տանք իրենց։ Իդեպ պոլիտիկայեմ կայքի խմբագիրը հարցազրույցի էր եկել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ծնկած արձանի էսքիզով, որը ստեղծել է արհեստական ինտելեկտը։ Նա մտադիր է կերտել այս արձանը, տեղադրել իրեն պատկանող տարածքում, իսկ երբ Փաշինյանն իշխանության չլինի, մայրաքաղաքում։ Աննա Հակոբյան թևաթափ, ստորացված, ցնցոտիներով, հա, անլվա, ինչպես մինչև 2018-ին, անկեղծ եմ ասում, շատ մեծ կարծում գաղափար պիտի դնենք սրա, դրված է սրա մեջ, որովհետև մենք պիտի սերունդերին ցույց տանք, թե ինչպիսին չպետքա լինի Հայաստանցին։ Իրենք այս արձանում սիմվոլիզմի տեսանկյունից ծնկած են լինելու հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների առաջ, իրենց արածների համար։ Եվ այո, այցելուները հնարավորություն են ստանալու, էլի եմ ասում, ոչ թե անձանց ստորացնել, այլ ստորացնել հայրենադավությունը, ստորացնել անարժանապատվությունը, ստորացնել թրքասիրությունը։ Իսկ Աննա Հակոբյանին դատական ձեռնոց նետած Բորիս Մուրազին մտավախություն չունի, որ իր հետևից էլ Փաշինյանը ԱԱԾ-ականներ կուղարկի։ Պոլիտիկայեմի խմբագիրը չի վախենում բանտարկվելուց։ Ասում է 20,000 ոստիկաններով կառավարական սենյակներում ժողովրդից պաշտպանվողները մտահոգվելու կարիք ունեն։ Աշխարհի ամենաստոր բանը Նիկոլ Փաշինյանից վախենալն է։ Ալիևին պարտված, նվաստացած, Էրդողանի գիրքը գրկող, Էրդողանի մոտ որպես սպասավոր գնացողից վախենալը, կարծում եմ ցանկացած հայաստանցու համար դրանից ստոր բան չի կարող լինել ուղղակի։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։